Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցին բազմամարդ է։ Կիրակնորյա պատարագը նորանշանակ առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանն է մատուցում։ Հայր Սուրբը շաբաթներ առաջ է նշանակվել Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնում, երբ Մայրաթոռը պաշտոնանկ էր արել ու կարգալույց հռչակել նախկին առաջնորդին։ Նշանակումից ի վեր հայր Ռուբենը թեմի եկեղեցիներում պատարագներ է մատուցում։ Ասում է լավ առիթ է նաև ծանոթանալու, մտերմանալու համայնքների հավատացյալների հետ։ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ Քահանա Սարգսյանը հավատացյալներին ներկայացրեց հայր Ռուբենին, ընդգծելով հայր Սուրբը մեծ սեր է վայելում հատկապես իր քարոզների շնորհիվ, կարողանում է Աստծո խոսքը մարդկանց սրտերին հասցնել։ Հայր Սուրբի խոսքը լսելու համար Վեդի էին եկել ուխտավորներ թեմի մյուս համայնքներից ևս։ Ես Մասիսից եմ ու իմանալը, որ հայ Սուրբն էստեղ է, մեծ ոգերությամբ եկա, համ գետազարության նորության կարգին մասնակցելու, համ իր այսօրվա քարոզը ասեմ, որ հրաշալի էր, ոնց որ բառերն ավելորդ են այսօրվա իր քարոզի հետ կապված, մեծ ոգևորությամբ, մեծ սիրով այսօրվա պատարագին մասնակցել եմ։ Հաղորդություն ստանալով մենք խորհրդաբար դառնում ենք Քրիստոսի փրկagorցության մի մաս։ Տիրոջ չարչարանքները, խաչելության, մահվան, թաղման, հարության ու համբարձման իրադարձությունները մեր կյանքում դառնում են ներկա։ Մենք կերակրվում ենք այն հացով, որը մեզ համար ապահովում է նախ երկրային, ապա հավիտենական կյանքը։ Ասաց հայր Ռուբենը հավատացյալների հետ պատարագի հաղորդության խորհրդի մասին խոսելիս։ Աստծո ամենամեծ հրաշքը հացի բազմացումը չէր, որ մարդիկ Հիսուսին ման էին գալիս, որպեսզի նորից կերակրվեն, եւ Հիսուս ասում է. «Կերակ դրա համար եկաք իմ հետևից»։ Այդ հրաշքները չէին, ոչ էլ հիվանդությունների բժշկումները, ոչ էլ հարության դեպքը, ոչ էլ ծովի խաղաղեցումը, այո, դրանք Աստծո հզոր, ուրեմն գործունեության նշաններն են մեզ համար, որ մենք իրեն ճանաչենք որպես հզոր, բայց Աստծո ամենամեծ հրաշքը դա իր խոնարհությունն է, որ խոնարհվեց փարվելու մեր իրականությանը, ոչ միայն մեր ստեղծեց որպես արարիչ, ոչ միայն մեզ խնամում, նախախնամում է, մեր բարիքներն է հոգում, այլ նաև մեր փրկության համար դարձավ մեզանից մեկը, ոչ միայն դարձավ մեզանից մեկը ու շարունակում է այդ խոնարհության ճանապարհը, երբ որ մարդը հոգևորականը կարող է վերցնել, ուրեմն հացը նայել եւ ասել հավատում եմ, որ դու ես Քրիստոս Աստված փրկիչ, այսինքն խոնարհությունը Աստծո շարունակվում է մինչև հիմա, շարունակվում է Տերը մեր ձեռքերի մեջ հայտնել։ Հիշում եք Հիսուս իր աշակերտներին մի շատ հետարքիր զգուշացում էր տալիս մինչև Երուսաղեմ գալ, ասում էր գնում ենք Երուսաղեմ կամ գնում է մարդու որդին գնում է Երուսաղեմ, որպեսզի հայտնվի մարդկանց ձեռքը։ Ուրեմն այդ մարդկանց ձեռքը, որ հետո պիտի խաչեն եւ այլն, այդ մարդկանց ձեռքը հայտնվելը շարունակվում է մեր կյանքում։ Աստծո պարգևը այս սիրով, այդ խոնարհության տեսքով շարունակվում է մինչև հիմա։ Եվ սա մեծ պատգամ է մեզ հետևելու այդ ճանապարհին, խոնարհվելու, նմանվելու մեր Տիրոջը, որ իր հզորությունից խոնարհվեց։ Ուրեմն ինչ է մեզ պետք։ Հզորանալ եւ այդ հզորության մեջ խոնարհվել, լինել հեզ, ինչպես երանիներից մեկն է ասում, հեզը թույլը չէ, հեզությունը այն մարդուն է հատուկ, որը շատ ուժեղ է, բայց իր ուժը չի վերածում կործանման, չի վերածում քանդելու, չի վերածում մարդկանց կյանքը փչացնելու, այլ իր ուժը խոնարհության ճանապարհով վերածում է մարդկանց օգնելու, բարձրացնելու եւ ամեն ինչ պիտի անենք, որ սիրո, միասնության, միության ոգին թևածի մեր եկեղեցում, մեր համայնքներում, մեր կյանքում։ Դուք եք երկրի աղը, գալիս եք այստեղ հոգևոր հաց եք ճաշակում, հաղորդվում եք մեր Տիրոջը, Քրիստոսին, խաղաղվում եք, վերափոխվում եք, մի քիչ ավելի եք մոտենում Աստված ճանաչողությանը, բայց արտահանեք,
եկեղեցուց դուրս, եկեղեցու պատերից դուրս այդ սերը, խաղաղությունը տարեք ձեր շրջապատ։ Միայն այդպես կարող ենք մեր հասարակությունը փոխել։ Միայն այդպես կարող ենք մենք մեր միությունը վերահաստատել։ Եվ միայն այդպես կարող ենք իսկապես ուժեղ ժողովուրդ, ազգ, հասարակություն եւ պետություն լինել։ Տարեք, վկայեք, եկեք այստեղ, զորացեք Տիրոջով, կենաց հացը ճաշակելով այդ հավիտենական կյանքի հավատքը ձեր մեջ ամրապնդեք, բայց նաև դրանով վարակեք ձեր շրջապատի մարդկանց։ Այսօր իսկապես իրադարձություն է այն իմաստով, որովհետև չեմ ուզում բնութագրում տամ այս բան մեր երկրում ու եկեղեցուն տեղի ունեցողի մասին, այդ բնութագրումները Աստված արդեն տալիս է ու անելու այն ինչ որ անում է։ Ես որպես շատ փոքր հավատ ունեցող, բայց այդ հավատս անդադ մեծացնել ցանկացող մարդ, ուզում եմ, որ նախ եւ առաջ այդ խաղաղությունը եւ զորությունը յուրաքանչյուրից ներսում լինի, մեր եկեղեցին ավելի զորանա այս փորձությունները անցնելով, մենք ի վերջո վերցնենք ամենակարևոր պատգամը, որ Քրիստոս մեզ թողել է, սիրենք իրար պարզապես, որովհետև եթե այդ աստվածային սերը մենք գիտակից բացելով մեր սիրտը ընդունենք Աստծուց, մենք լրիվ այլ իրականության մեջ կապրենք, եւ սա ես ասում եմ ամբողջովին սթափ գիտակցությամբ, ոչ թե կույր հավատով կամ կույր սիրով, ես սա ձեզ ասում եմ տեսնելով բաներ, որոնց մասին չեմ բարձրաձայնել, թե պատերազմի ժամանակ, թե պատերազմից հետո, թե պատերազմից առաջ, եւ վստահաբար աղոթում եւ հավատում եմ, որ մենք ավելի հոգով, սրտով եւ գիտակցությամբ զորացած ենք դուրս գալու այս փորձության միջից։ Խորհրդանշական է նաեւ այսօրը, որ պատերակի վերջում արվեց նաեւ երիտասարդների օրհնություն, որովհետեւ երիտասարդներն են, որ մեր ապագա օրն են կերտելու եւ երիտասարդներն են այսօր, որ տեսնում են, թե ինչ փորձությունների միջով է անցնում մեր եկեղեցին եւ նրանք կոտեպնդվում են, նրանք ամրանում են, թրծվում են այսօրվա օրով եւ նրանց մեջ էլ արդեն ձևավորվում է հայ քրիստոնյան պայքարող տեսակը, որ պետք է արժեքներին, ազգային եկեղեցական արժեքներին տեր պիտի կանգնեն, մաղթենք, որ Սուրբ Սարգիսն էլ իր բարեխոսությամբ հովանի լինի հայ ժողովրդին, հայ երիտասարդին, հայ ընտանիքներին, նոր կազմվող ընտանիքներին, որպեսզի կարողանան միասին ձեռքի տված դուրս գալ այս դժվարին փորձությունները, որ ծանրացել են մեր եկեղեցու եւ առասարակ մեր ժողովրդի վրա։ Մեր ժողովուրդը ինչպես որ միշտ զորավիգ է եղել մեր եկեղեցուն, ամենայն հայոց հայրապետին եւ հատկապես Սուրբ Էջմիածնին, պետք է նաեւ ամուր մնա եւ նաեւ զորավիգ մեր առաքելության եւ հատկապես վեհապար հայրապետին իր առաքելության մեջ։ Նախորդ օրը մեր եկեղեցին նշում էր Սուրբ Սարգիս Զորավարի տոնը։ Սրբի անունը կրող հայ առաքելական բոլոր եկեղեցիներում այդ օրը պատարագ էր մատուցվել։ Մեծ ժողովրդականություն վայելող տոնը հարուստ է ավանդազրույցներով, սրբին նվիրված երգերով, տոնին հատուկ ուտեստներով։ Ըստ ժողովրդական պատկերացումների Սուրբ Սարգիսը ձիով շրջել է լեռներում եւ օգնել կարիքավորներին։ Սրբի կարևոր դերակատարումներից մեկը երիտասարդ սիրահարներին օգնելն էր, նա համարվում է նաև ընտանիքների հովանավոր։ Ավանդության համաձայն Սուրբն իր որդու Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Կյանքի վերջին վայրկյաններին Զորավարը խնդրել է Աստծուն, որ իր անունը հիշատակող երիտասարդների եղձերը կատարի։ 2000 թվականին ամենայն հայոց կաթողիկոսն իր գահակալության առաջին տարիներին Սուրբ Սարգսի տոնը հռչակել է որպես երիտասարդների օրհնության օր։ Այս կարգը բազմաթիվ երիտասարդների է բերում եկեղեցի եւ ընդհանրապես հայոց հայրապետն աշխարհասփյուռ թեմերի երիտասարդներին եկեղեցու շուրջ համախմբելու, նրանց քրիստոնեական ոգով դաստիարակելու առաքելության ուղղված նշանակալի նախաձեռնություններ է իրագործել։
Վառ օրինակներից է հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կառույցը, որն այսօր հազարավոր երիտասարդ անդամներ ունի։ Իրականում շատ տոներ եկեղեցական, որոնք ավելի հայտնի են բոլորին, այսպես ասված, նաև երիտասարդության օրհնության կարգը։ Ես գիտեմ, որ շատ երիտասարդների բերում են եկեղեցի, ու քանի որ երիտասարդները ինքնաբերաբար նաև մասնակցում են պատարագին, ընդհանուր ընթացակարգին են ծանոթանում, եկեղեցու քահանային, սպասավորներին, ու արդեն ոնց որ մեկ քայլ է նորից մոտենալու եկեղեցուն, ու դա հրաշալի նախաձեռնություն է։ Ժամանակի նաև ել ավելի, ես հիշում, շուկով էինք նշում, հուսով եմ նորից կվերականգնվի, որ շատ հետաքրքիր տոնակատարություններ էին անում, որը էլի միացնում էր մարդկանց։ Կարծում եմ, որ ոչ միայն այսօրը, առհասարակ ամեն պատարագին մասնակցելն է շատ կարևոր, իսկ այսօր առավելապես, քանի որ երիտասարդների օրհնության կարգ է տեղի ունենում եւ մենք ել առավել օրհնվում ենք որպես երիտասարդ, որպես հայրաքրեական եկեղեցու զավակ։ Երիտասարդների համար Սուրբ Սարգիս Զորավարը շատ կարևոր օրինակ է անձնվիրումի, Աստծո հավատքի համար միջև վերջ պայքարի տեսանկյունից եւ այս տոնը համախմբում է բոլոր երիտասարդներին Սուրբ պատարագ է մատուցվում Սուրբ Սարգիս Զորավարի տոնի օրը կատարվում է երիտասարդների օրհնություն եւ այդ տոնական օրը Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակը մեծապես քաջության, ոգի, հավատքի զգացում է ամրապնդում մեր երիտասարդների սրտերում եւ հոգիներում։ Պատարագից հետո հավատացյալները խմբվել էին Հայր Ռուբենի շուրջ ծանոթանալու, հարցեր ուղղելու ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նաև վստահեցնելու, որ փորձությունների այս շրջանում պաշտպան ու զորավիգ են մայր եկեղեցում։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։